Աստվածաշնչի մեջ բոլորը աղաչում են, չեն խնդրում։ Եղբայրն ասում էր, որ աղաղակում էին, չէ՞։ Դա ճիշտ բան է։ Պիտի աղաղակենք։ Բայց մարդիկ էլ աղաչում էին, որ մենք աղաղակենք։ Ասում էին, աղաչում ենք ձեզ, Պողոսն ասում է, հաշտվեցեք Աստծո հետ։ Այնքան կարևոր բան է սիրելիներ, աղաչում ենք, որ դուք աղաղակեք Տիրոջը, աղաչում ենք, որ դուք հաշտվեք Տիրոջ հետ, աղաչում ենք, որ դուք, ինչու, որովհետև նրանք ովքեր որ հասկացել են հավիտենական կյանքի հույսի մասին, նրանք ովքեր հասկացել են երկնային կյանքի կարևորությունը, որ դրանից կարևոր բան չկա աշխարհի մեջ։ Սիրելիներ, ինչի ուզում ես հասի, սա սուտ է ու ունայն, ինչի ուզում ես հասի, հասկանում եք, սա ունայն է, ապաշխարությունից կարևոր բան չկա երկրի վրա։ Դա է ամենակարևոր արժեքը, որ դու այսօր ունես, հոգևոր, հավիտենական կյանքը, որ դու գտել ես այն, նրանցից մնացածը ունայն է, ունայնություն է, սիրելիներ, մենք մեծանում ենք, մենք ուզում ենք շատ ապրենք, մարդիկ ուզում են շատ ապրենք, բոլորն են ուզում շատ ապրենք, ոչ մեկ չի ուզում, հասկանում եք, բայց այսպես մի խնդիր կա, գիտեք, եթե ուզում ես շատ ապրես, պիտի ծերանաս, հասկանում եք ոնց է, եւ այդ ծերությունը, հասկանում եք, Սուրբ Գիրքը անվանում է թշվառության օրեր, թշվառության օրերը անվանում, իրականություն է դա, եթե շատ ես ուզում ապրես, պիտի ծերանաս, եւ երբ որ մենք ծերանում ենք, մի օր մեր աչքն է փչանում, մի օր մարդու ատամները, ու ինչպես է ներկայացնում Սողոմոնը, չէ՞, ասում է, ինչ ասում, ասում ունայնության, որդիակս, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, որ ասես, էլ չեմ հավանում նրան, ով է հավանում ծերության օրերը, ոչ մեկ չի հավանում, հասկանում եք, քանի դեռ չի, ասում է, պատուհանից նայողը չի տկարացել, քանի դեռ աղացողները չեն պակասել, քանի դեռ ասում է, սափորը չի կոտրվել, ջրի մոտ, քանի դեռ հոգին ետ չի դարձել Աստծո մոտ, որ տվել էր, ունայնության որդիակս, վերջապես Աստծո խոսքերը լսիր եւ Աստվածանից վախեցիր եւ նրա պատվիրանները պահիր, որովհետեւ Աստված ինչ ասա, ամեն ծածուկ բան լույսի է բերելու։